Պարոն Սարգսյան, կարող եք ասել, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդհանրապես զինված ուժերին պարտքեր ունի, թե չէ, ինչ նկատի։ Ինչպես։ Զինված ուժերին պարտքեր, այսինքն ոչ թե պարտքեր, այլ չֆինանսավորման խնդիր կա, թե չէ, խոսքը մասնավորապես վերաբերվում է զինված ուժերի զարգացման հնգամյա պլաններին, այդ պլանների շրջանակ, այդ պլանների ֆինանսավորումը 100%-ով իրականացվել է արդյոք մասնավորապես վերջին 5 տարվա ընթացքում եւ կարող եք արդյոք պաշտոնապես հայտարարել, որ մենք այդտեղ թեր ֆինանսավորումներ չունենք։ Եվ երկրորդը նախագծի հոդված 31-ում այսպիսի մի ձևակերպում կա, սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից դադարեցվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը գործող համակարգի շրջանակներում հատուցման գումարների վճարումը։ Այստեղ անկեղծ ասած, եթե կարելի է պարզաբանեք, ինչն է դադարեցվում, որովհետև այն ինչ որ նախագծով նախատեսվում է, դա վերաբերում է 2017 թվականի հունվարի 28-ից հետոյի դեպքերին։ Շնորհակալություն։ Զինված ուժերի նկատմամբ պետական բյուջեն թեր ֆինանսավորում երբեք չի ունեցել, վերջին տարիների ընթացքում բյուջետային կարգապահության կանոններին համապատասխան համահունչ Պաշտպանության նախարարությունը պետական բյուջե է վերադարձրել յուրաքանչյուր տարի որոշակի խնայված կամ չհասցված մատակարարումների գումար, որը շատ բնական ու հասկանալի է, հատկապես հաշվի առնելով գնումների որոշ տեսակներ, որոնք կախված չեն միայն բարի կամքից կամ պարտաճանաչությունից, հատկապես ինչ որ վերաբերում է սպառազինություններին, հա, դա կարող է ձգձգվել, տեղափոխվել հաջորդ տարի եւ այլն, հետեւաբար վերջին տարիներին եղել են ոչ մեծ ծավալի, բայց որոշակի վերադարձներ պետական բյուջե, դա չի նշանակում, որ զարգացման ծրագրերը եւ հատկապես սպառազինության ծրագիրը լիարժեք ֆինանսավորվում են։ Դրանք տարբեր փաստաթղթեր են, որովհետեւ սպառազինությունների եւ զարգացման ծրագիրը դա հայեցակարգային ավելի լայն փաստաթուղթ է, որը միտված է նրան, թե ինչ արդյունք կուզենք ունենալ եւ դրա մեջ ներառված են այն բոլոր խնդիրները, որ պետք է լուծել ինչպես պետական բյուջեի, այնպես էլ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների միջոցով։ Հիմա օրինակ պարզ հասկանալի է, որ այն ինչ որ գնվում է, հա, վարկային ծրագրի շրջանակներում կամ այն ինչ որ հնարավոր է լինում ձեռք բերել աջակցության ծրագրերի շրջանակներում գործընկեր երկրներից, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, օրինակ, դրանք բոլորը միտված են սպառազինությունների ծրագրի եւ զինված ուժերի զարգացման պլանի կատարմանը, բայց բյուջետային ֆինանսավորում չեն։ Հետևաբար կար երկու տարբերակ նման փաստաթղթերի մշակման։ Կամ մենք գրում ենք այն ինչի վրա վստահ ենք, այսինքն հաշվի առնելով տարեկան մեր ֆինանսավորման ծավալը իր հնարավոր մի փոքր ինդեքսացիաներով, բաներով տարից տարի եւ փորձում ենք կատարել դա ամբողջությամբ, կամ մենք գրում ենք այն ինչ որ մեզ անհրաժեշտ է եւ փորձում ենք գտնել բոլոր հնարավոր խողովակները այդ խնդիրները լուծելու։ Մենք գնացել ենք երկրորդ տարբերակով եւ դա իրավական բոլոր հիմնավորումները ունի, հաշվի առնելով որ դրանք փակ փաստաթղթեր են, շատ ավելին չեմ կարող հիմա ասել, բայց համապատասխան ֆորմատի դեպքում կարող եմ բացել որոշ փակագծեր, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ինչ վերաբերվում է որն էր, կներեք երկրորդ խոսքը վերաբերում է սոցիալական նպաստներին, որովհետև այն ընթացքում, երբ որ ստանում է զինծառայողը նոր կարգի փոխհատուցում բանի տեսքով, ապահովագրական վճարի տեսքով, սոցվճարը, որը նույն նպատակին է ուղղված, ինքը դադարում է, բայց դա չի նշանակում, որ այդ գումարը չի վճարվում որևէ մեկին, այդ գումարը չի վճարվում այն զինծառայողներին, որոնք ընկնում են այս օրենքով նախատեսված ապահովագրական վճարի տակ, որովհետև այլապես դա կստեղծեր կրկնակի, այսինքն վճարման դեպք, որը ինչքան էլ ցանկալի լիներ, ֆինանսապես անհնար կլիներ։ Այսինքն խնդիրը հետևյալն է, նրանք ովքեր ստանում են նոր վճարը, հին հաշվարկող գումարները իհարկե չեն ստանում։ Դա է պատասխանը ձեր հարցին։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան, համեցեք։ Այստեղ կարծում եմ, որ այնուամենայնիվ ձևակերպման խնդիր կա, որովհետև իմ կարծիքով սխալ տարածում է ստանում ձևակերպումը։ Հիմա վերադառնելով զինված ուժերի զարգացման պլանին եւ սպառազինությունների պլանին։ Հիմա այդ երկրորդ տարբերակը, որ մենք ձևակերպել ենք, որ մեզ 2016 թվականի ապրիլի կամ մայիսի կամ սեպտեմբերի դրությամբ պետք են ISSSS կոմպոնենտները սկսած հետախուզաբան միջոցներից, գույքից եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ցանկալի երկրորդ պլանի
Քանի տոկոսն ենք մենք իրականացրել, որովհետև ես տեղեկություն ունեմ, որ մասնավորապես սա լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ գումարը մի քանի տասնյակ միլիարդ դրամներով, եթե ոչ ավել, թերֆինանսավորվել է։ Հիմա դուք սրա հետ կապված ինչ կարող եք ասել։ Ես այն ինչ որ կարող էի բաց ֆորմատում ասել, արդեն ասել եմ։ Ես ձեզ ասել եմ, որ պետական բյուջեից թերֆինանսավորում զինված ուժերը չունեն, ամեն ինչ որ ազգային ժողովը հաստատել է որպես բանակի ֆինանսավորման ծրագիր լիարժեք իրականացվում է, այն ինչ վերաբերում է նրան, թե բանակին էլ ինչ կարող էր պետք լիներ, տարբեր կետերով այդ ծրագրի կան առաջանցիկ եւ կան դանդաղող հոդվածներ, այսինքն դա բնական է, որ շատ կախված է կոնկրետ յուրաքանչյուր տողից եւ մենք դա կարող ենք համապատասխան ֆորմատում քննարկել, ուզում եմ ձեզ հանգստացնել, որ վիճակը շատ ավելի լավն է, քան ձեզ պատմել են կամ զեկուցել են, դեպի որ պատմել կամ զեկուցել է լուրջ սխալ արել, որովհետեւ դա պետական գաղտնիք է։ Այո, բայց ոչ թե պատմելով, այլ օրինական խողովակով։ Դրա Չեմ կասկածում, ընդհանրապես ասում եմ։